Ինչ է ձեր համար կանացիությունն ու ջենտլմենությունը կամ առնականությունը։ Իմ համար կանացիությունը դա է, երբ կինը չի վախենում կին լինել, երբ չի մտնում այդ մարդը պայքարի մեջ տղամարդու հետ, որ ապացուցի ով է ավելի տղամարդ։ Կինը իրան զգում է լիարժեք կին, այն տղամարդու կողքը, ով իրան զգում է լիարժեք տղամարդ։ Ու նույնը վերաբերվում է տղամարդուն։ Տղամարդն էլ է կարողանում լիարժեք դրսևորվել որպես տղամարդ, եթե իր կողքը գտնվում է կին, ով ամբողջությամբ ընդունել է իր կանացիությունը։ Պարզ է այդ տղամարդը, եթե ինչ որ պրիմատից մի քիչ բարձր գիտակցություն ունի, հասկանում է, որ երբ մենակ եք ինչ որտեղ գնում, չեք կանգնում, սպասում մինչև դուռը բացեն ձեր համար։ Բնականաբար բացում մտնում եք։ Բայց այդ տղամարդը իրան ավելի լավ ասում, երբ ինքը կարողանում է այդ ցույց տա ու դուք կարողանում եք այդ վայելեք։ Հարաբերությունների գեղեցկությունը հենց այդ կնոջ ու տղամարդու տարբերությունների մեջ է։ Բարև ձեզ սիրելի ոդկասթասերներ, սիրելի այլ կարծիքասերներ, այլ կարծիքի YouTube-յան էպիզոդների թվով 20-րդ էպիզոդն է այսօր, ասես պուջուրիկ հոբելյանական թիվ ենք այսօր նշում ու ինչի կապակցությամբ ընդունում ենք շնորհավորանքներ բաժանորդագրությունների տեսքով, որովհետև ձեր բաժանորդագրությունների շնորհիվ ոչ միայն իհարկե, բայց ձեր բաժանորդագրությունների շնորհիվ մենք հասկանում, որ հետաքրքիր է ու հասել ենք 20-րդ էպիզոդին, օգնեք մեզ հասնենք 30-ին, 40-ին, 100-ին, որովհետև այս հենց այն արժանի կոնտենտն է, որ պետք է լինի YouTube-ի հայալեզու հարթակում։ Հիշեցնենք, որ մեզ կարող եք հետևել նաև on-line հարթակներում, Spotify, Apple Podcast, Apple Music, Google Podcast, այն ամեն ինչը որ ձեզ հարմար է։ Հիշեցնենք նաև, որ բացի ձեր բաժանորդագրություններից, այս գեղեցիկ կոնտենտն իրականություն է դառնալ օգնում դառնալ մեր հովանավորը իմ սիրունը իր դեմքի խնամքի պրոցեդուրաներով, որից մենք արդեն օգտվում ենք քանի ամիս։ 6 ամիս, ինչ մենք հանդիսանում ենք պրոդուկտի ծառայությունից օգտվողը սեփական մաշկի վրա ու սրանից ավելի ակտուալ միջավայր է արտահայտությունն անելու չկա, իրոք սեփական մաշկի վրա զգում ենք բոլոր այն փոփոխությունները, որը իմ սիրունը տալիս է պարբերաբար այդ խնամքից օգտվելու դեպքում, այնպես որ եթե դեռ չեք սկսել ճիշտ ժամանակն է հենց հիմա մտնել նկարագրության մեջ, այն բաժանորդագրվելուց հետո անմիջապես մտնում եք նկարագրություն, սեղմում եք հղմանը, անցնում եք կայք, ընտրում եք փաթեթներից որևէ մեկը, իսկ այնտեղ այդ բոլոր 14 փաթեթները շատ գեղեցիկ ու մանրամասն նկարագրած են, որը ինչի համար է, գնում եք ձեր համար նվերքարտ, մի հատ էլ կարող եք ընկերուհու համար գնել, երկուսով գնում եք ու վայելում եք այդ պրոցեդուրան, հիշեցնում եմ, պարբերական կտրվածքով ինքը անհավանական փոփոխություններ է անում աչքի եւ խուսափում եք ասեղներից, որտեղ կարծում եմ մենակ ես չեմ, որ սարսափում եմ ասեղներից այս կյանքում։ Հիշեցնենք, որ վերջում ունենալու ենք խաղարկություն, այնպես որ սպասեք մինչև հաղորդման վերջը, որ իմանաք պայմանները։ Այո։ Ինչ ենք այսօր քննարկելու։ Թեման փոխել ենք կտրուկ 3 երեկոյան, որովհետև շատ պատահական մեզ հարց գրեցին կանացիության, ինչ է ձեր համար կանացիությունն ու ջենտլմենությունը կամ առնականությունը, ինչը առաջացրեց իմ ու Հայկանի մոտ երկար քննարկում, հետո ես դրեցի Instagram-ում հարցում ու բացվեց մի հատ sense դուռ դեպի ուրիշ աշխարհ, երբ ինչ որ տենց տարբեր մտքեր մեզ սկսեցին այդ հարցի շուրջ գրեն, տարբեր հարցեր տվեցին ու հստակ զգացվում էր, որ այդ հարցերի հետևում կանգնած է այն, ինչը ինձ ու Հայկանին էլ է անհանգստացվում։ Ես հոյակապ հասկանում դրդապատճառ ինչի էին այդքան շատ այդ թեմայով հարցերը, որովհետև հիմա ընդհանրապես դարձել է անհասկանալի, վերջին ինչ է մտնում տղամարդու ֆունկցիայի մեջ, եթե ինչ որ տենց բան կա, եթե ընդունում եք, որ գոյություն ունեն տղամարդու կանացի ֆունկցիաներ հարաբերություններում, ինչ է կանացիությունը, ինչ է այդ բրուտալությունը, հա, վերջը մենք դա ընդունում ենք, թե չենք ընդունում որպես առողջ, որովհետև մենք մեծացել ենք ուրիշ իրականության մեջ, ուրիշ արժեհամակարգով, ու հիմա դա կքննարկենք, ու հիմա սկսվում է ինչ որ տարբեր կողմերից մեզ հուշում են, որ ճիշտը փոխվել է արդեն, մենք էլ ենք ինչ որ բաներում բնականաբար հասկանում, որ միգուցե այն ժամանակ ինչ որ բանը սխալ էինք մոտենում, հիմա ավելի ճիշտ մոտեցումներ ունենք, այնպես որ քննարկենք, նախապես ասենք, որ ստեղ հնչում է իմ ու Հայկանի կարծիքը, հաղորդման անունը հայ կարծիք է ոդկասթի հաղորդումը հեղինակային է, ոչ մեկ չի մեզ հուշել, ոնց ինչա պետք խոսել
կոնտենտի համար, այո։ Եթե դուք համամիտ չեք, եթե դուք ունեք ուրիշ պատկերացում հարաբերությունների մոդելի, կյանքի ճշտի, սխալի, տղամարդու կնոջ մասին, դա ձեր իրավունքն է։ Մենք բացարձակ չենք ասում, որ մենք որևէ բան գիտենք ավելի ճիշտ, քան մյուսները, ասեմ ավելին, մենք էլ ձերպես չգիտենք։ Երեք մենք քննարկում էինք, երկուսս էլ հասկացանք, որ մենք էլ ենք մեկա գտնվում, ինչ որ բաները մոտեցումների փոխվել է, ինչ որ բաները դեռ չի փոխվել, մենք էլ դեռ իդեալական չենք հասկանում վերջը տղամարդը ինչ պիտի անի, իսկ ինչ պիտի չանի։ Ու արդյոք կան պիտիներ առհասարակ կնոջ ու տղամարդու համար։ Այնպես որ սա քննարկում է, հա, էլի եմ ասում, եթե ձեր մեջ կան մարդիկ, ովքեր հստակ գիտեն այս բոլոր հարցերի պատասխանները, կիսվեք մենք բանությունների իմանանք։ Եվ այսպես, ինչից ենք ուզում սկսել քննարկումը։ Ինչից ենք սկսում։ Ես ուզում եմ, ինձ թվում է, սկսել եմ պատմությունից, որ ես քեզ 3 պատմեցի, որովհետև ինքը շատ իդեալական ցույց է տալիս այդ բաների շրջանների փոփոխությունը մեր կյանքում։ Հա, ու իրականում երեք ել ինչ ճիշտ ասում, ժամը 11-ին խոսել ենք հեռախոսով մոտ ժամ ու կես, լրիվ ուրիշ թեմա ենք քննարկելու, սկսեց բարդ հարցեր տալ, ոնց որ միշտ, ու հասկացանք, որ մենք էլ իսկականից լիքը բանի պատասխան չգիտենք, ու այդ ընթացքում ես պատմությունը հիշեց, երբ խոսում էինք այդ պատկերացումների մասին, հա, ջենտլմենության, ինչ պիտի տղամարդը անի, այդ սոցիումով պարտադրված մշակույթում առկա ապրիորի տղամարդկություն ենթադրող կամ տղամարդկությունից բխող ինչ որ քայլերի մասին, հա, ու կանացիությունը ոնց է դրսեմ եւ այլն, այդ պատմությունը իրոք Սկարծում եմ բոլորիս կյանքում ինչ որ նման էտապները եղել են։ Տակավին 2009 թվին, երբ ես 3-րդ կուրսի ուսանող էի, ես ամռանը գնացի Summer School London։ Խմբով էինք, ու այդ խմբից մեկն էլ իմ մոտիկ ընկերներ, ուզում եմ ես նախաբան ներկայացնեմ, ինչ իրականությունից եմ ես հայտնվել էլի այնտեղ, ու այդ խմբի ներսում բոլորը հումոր էին անում, ասում էին դու ձեռները թափ տալով ման ես գալիս, իսկ ընկերդ 5 ճամպրուկով սենց մի կերպ քաշ տալով ման է գալիս, որովհետև ինքը համարում էր դա բացառվում է, որ դա ճամպրուկա ինքը պիտի տանի, եթե ով է տենց բան տեսել, որ աղջիկը ճամպրուկով ման գա, եթե կողքը կա տղամարդ։ Այդ իրականությունով ես գնում եմ 2009 թվին որպես ուսանող դասի, առաջի օրը գնում եմ դասի, մտնում եմ ուշացած, բոլորը նստած են արդեն, դասախոսը ասում է, հա, աթոռ վերցրեք, նստեք։ Ինձ թվում է կողքից շատ ծիծաղալու էր իմ մոտեցումը, ասենց կանգնել եմ։ Ու նայում տղաներին։ Ինչ որ մեկը կշարժվի տեղից թե չէ։ Տղաներից ոչ մեկ նույնիսկ գլուխը չի բարձրացնում, էլի այդ բան տետրից, որ ես մեր կուրսում ես չհասկանում, իմ մեջ չի հարցը, ինչ որ աղջիկ մտներ լսարան, հա, ու բոլոր տղաները չկանգնեին տեղ չզիջեին այդ աղջկան կամ չգնային աթոռ բերեին գոնե այդ աղջկա համար, դες մի 5 րոպե կանգնել եմ, մինչև դասախոսը նորից գրատախտակից թեքվեց, ասեց կողքի լսարանում է աթոռը։ Եթե լավ չես հասկանում, իրոք ծանր էր իմ համար, ստեղ այդ բանը չի է, որ ես աղջիկ եմ, իմ համար աթոռը ծանր էր, հիշում եմ, որ ծանր, մի կերպ տարե դրել եմ այդ լսարանում, տղաները շարունակեցին չշարժվել, այդ առաջի իմ շոկներ, երկրորդը, երբ սենց գնում էի, այնտեղ երկար սենց բաներ էին, միջանցքներ էին, ու դռները միջանցքից միջանցք անցումը, այն սենց պտտվող դռներն էին, որ սենց ինչքան ուժեղ են կողմ տանես, սենց բանով իներցիայով ավելի ուժեղ հետ է գալիս, առանց բռնակների դռներ էին։ Սենց այդ տղայի հետևից գնում եմ, ու դուռ է դիմաց։ Ինքը սենց մտածում դե ինքը կանցնի, ես էլ հետևից կանցնեմ, առանց ինչ որ կենտրոնանալու իմ գործողությունների վրա, ինքը անցավ դուռը չպահեց։ Իսկ ես շատ վստահ գնում էի, որ դե ինքը դուռը պահելու է, ես անցնեմ։ Այդ դուռը հետ եկավ, խփեց քթիս։ Ու քթիցս արնեկով։ Ու հիմա եթե այս պատմության հումորը թողնենք մի կողմ, ես 2009 թվին բոլորին պատմում էի, ինչ ահավոր է։ Ինչ որ սենց շատ շոկային էր իմ համար այդ, ու սենց անընդհատ ասում էի, ահավոր է, տղամարդկանց հետ ոնց է կարելի շփվել։ Հիմա, եթե ես գնամ էլի վերադառնամ, չգիտեմ, ինչ որ ուսանողությանը, ես նույնիսկ չեմ ֆիքսվի դրա վրա, ես կգնամ իմ աթոռը կբերեմ։ Ու հիմա ես տենց հաստատ չեմ նստի ամենտեղ պատմեմ, որ վայ պատկերացնում եք աթոռը իմ տեղը չդրեցին, որովհետև հիմա իմ մոտեցումները փոխվել է, բայց 2009 թվին ինչ որ սենց անընդունելի էր իմ համար։ Մյուս բանը, ինչը որ ես նկատել եմ, որ փոխվել է այդ պիտիների մեջ, ու ես հիմա շատ քննադատում եմ
մեզ դրա համար, որտեղ վստահ եմ դու ես արել, բոլորս էլ արել ենք, այն որ ուսանող էինք, ընկերներով 4 տղա, ասենք, չգիտեմ, 4 աղջիկ գնում ենք ինչ որ միտեղ սրճարանում նստում ենք ու համարում են պարտադիր պիտի հաշիվը փակել տղաները։ Խիղճը մաքուր է, ես բրուսվում եմ սովորել տղա։ Իմը հեչ մաքուր չի, հեչ մաքուր չի։ Ու ես աննկարագրելի հիմա քննադատում եմ մեզ դրա համար, մեզի նկատի ունեմ ընկերուհիներիս էլ, որովհետև ինչի էինք վերցրել, որ այդ տենց էլ պիտի լինի ու ինչ հատ է տղա են, հա, բայց դա մենակ որովհետև մենք նույնիսկ եթե առաջարկեինք բնականաբար հրաժարվելու էինք, որովհետև դա բացարձակ անկարելի էր այդ իրողությունների մեջ։ Հիմա իրողությունները փոխվել են։ Փոխված իրողություններին գալով ես քեզ հարց ունեմ տալու։ Սկսվեց։ Այդ շատ տարածված նախադասություն է հիմա, որ ասում են, որ հանդիպմանը վճարում է նա, ով հրավիրել է։ Այդ ով հրավիրել է։ Օրինակ, եթե ես հիմա քեզ ասում եմ, արի գնանք այսօր սուշի ուտենք։ Ես եմ քեզ հրավիրել։ Չէ, դու չես հրավիրում, նախ հրավիրելուց նշում ես, որ ես հրավիրում եմ քեզ։ Սուշի ուտելու, արի գնանք սուշի ուտելը, դա առաջարկ է, որը կարող եմ ես ընդունել, կարող եմ չընդունել, բայց դա հրավեր չի։ Երբ ես օրինակ, չգիտեմ, գամ քեզ ասեմ, մի խոսքով, բայց դու մենք ռոմանտիկ հարաբերություններում ենք, դու տղամարդես, մենք ռոմանտիկ հարաբերություններում ենք։ Ես եթե նույնիսկ ես կին եմ, գնում եմ տղամարդուն ասում եմ, այսօր չգիտեմ, շո ֆանտաստիկ գործարք եմ կգքել, ու ահա ուրախ եմ հրավիրում եմ այսօր քեզ գինի խմելու, այդ նշանակում որ ես պիտի վճարեմ դրա համար։ Հա, ես դրա հետ օրինակ լրիվ համաձայն եմ։ Եթե ես նշում եմ, որ ես հրավիրում եմ քեզ, նշանակում է ես ուզում եմ այդ ուրախությունը կիսեմ այդ մարդու հետ, ու ես լրիվ պատրաստ, ոչ թե պատրաստական եմ, այլ ապրիորի գնում եմ, որ ես պիտի վճարեմ դրա համար։ Ու ճիշտն ասած, նույնիսկ կարող է նեղվեմ, որ տղամարդը սկսի պնդել, որ չէ ինքն է վճարում, որտեղ ամեն դեպքում ես եմ նախաձեռնել, ես եմ ասել, որ հրավիրում եմ, այդ մի քիչ ինձ կնեղի։ Ու սա բնավ չի նշանակում, որ ես առհասարակ կամ ես եմ հաշիվը փակում տղամարդու հետ, կամ ասում եմ պետք է կիսվել, բայց այդ նախ շատ սիրուն է, երբ կինը հրավիրում է տղամարդուն, իմ համար, այս շատ սուբյեկտիվ կարծիք եմ հայտնում, բայց իմ համար դա շատ գեղեցիկ բան է։ Գրած չի, որ ինքը պիտի ամեն ինչ անի ու ամեն ինչի համար միշտ վճարի։ Կինը կարող է նախաձեռնել, կինը կարող է հրավիրել ու կինը հրավիրելու դեպքում, երբ նշում է, որ հրավիրում են, ոչ թե առաջարկում արի գնանք այսօր կինո, չնայած կինոն հանգիստ կարելի է 2 տոմս առնել, ասել գնանք կինո, ես տոմսերն ունեմ, հա, դա ոչ մի արատավոր բան չկա։ Բայց երբ կինը հրավիրում է, կինը պիտի վճարի ու այդ իրոք շատ սիրուն է, երբ իմ համար դա ինչ-որ հոգատարություն դրսևորում է, ինչ-որ շատ սիրուն ժեստ է, շատ ռոմանտիկ է, երբ կանայք են նախաձեռնում, հրավիրում, տեղը ընտրում, ինչ-որ երեկոն կազմակերպում այդ տղամարդու համար, որովհետև իրոք, ոնց Նելին ասեց, ոչ մի տղամարդու ճակատին գրած չի, որ ինքը ձեր պրոտոկոլի պետք է, ամեն ձեր երեկոն ինքը պետք է բանանի։ Այդ տղամարդկանց մասին շատ տոքսիկ պիտի է, իրականում։ Ու այստեղ շատ սիրուն անցում է լինում շատերի մոտ անդրադառնալով հարցին, հա, ջենտլմենությանը, շատերի մոտ այդ միֆը դեռ կա, որ եթե տղամարդը չի նախաձեռնում, եթե տղամարդը անընդհատ ինքը ներգրաված չի ու չի կազմակերպում, ուրեմն ջենտլմեն չի։ Մեկից ռոմանտիկ հանդիպումն է։ Հա, այն որ չգիտեմ, այս անգամ 18-րդ հարկի բացօթյա վերանդայում ենք, մյուս անգամ չգիտեմ 23-րդ հարկ կգտնեմ, չկա Հայաստանում օրինակ կամ 30-րդ հարկ չկա Հայաստանում, բայց ես կգտնեմ քո համար։ Վերամբարձ կռունկով ինչ որ վարդել ժողովուրդ իսկականից իմ համար այդ ֆիլմերի տակ մնալու ինչ որ գեր ռոմանտիզացիա ես հիշում եմ որ Բրյուսում ես անում ասի տղա չունենք ես կատակ չեմ անում մեր 80 հոգան 200 հոգանոց մեծ կուրսում 2-3 տղա էր ու բնականաբար նենց որ ամեն օր իրաց այդ սրճարան են գնում բայց այդ էլ մյուս ծայրագություններ երբ Թումանյանի վրա կանգնում էր վերամբարձ կռունկ ու լսարան բարձրանցնում էին ծաղիկներ խաղալիքներ նվերներ ու հենց դասի ժամանակ ինչ որ աղջիկներ վեր էին կենում, վերցնում էին դրանք, այդ էլ այդ ռոմանտիզացիայի մյուս կողմն է, որ չգիտեմ 15-16 տարեկան ուսանող երեխեքի ուղեղում ձևավորվում է, որ հա դե եթե իմը ներքևը մի հատ կակաչով է կանգնած, ուրեմն վատն է, ուրեմն ինքը արժանի չի ինձ, ու սենց ինչ որ շատ արատավոր շղթաներ էր այդտեղից սկսում, մինչև հիմա ես գիտեմ մարդիկ ովքեր այդ արատավոր շղթաների տակ մնացած են, բացարձակ իմ համար կապ իմ համար նույնպես կապ չունի ու մենք հեսա ավելի խորը կքննարկենք այդ ջենտլմենության կոնցեպտը ինքը շատ աղճատված է Հայաստանում, աննկարագրելի աղճատված է ու աղճատված է այդ պիտիներից ելնելով, աղճատված է այդ ակնկալիքներից ելնելով, աղճատված է այդ նույն պապաների տղաների դաստիարակության, հա, որովհետև ինքը հաստատ չունի այն էականությունը հարաբերություններում ու չի ստեղծում բացարձակ չի ստեղծում այն արժեքը, որը իրան վերագրում են, որ
եթե տղամարդը իմ համար դուր չի բացում, ուրեմն ինքը տղամարդ չի։ Նա մինուտочку, ես ընդհանրապես դեմ չեմ, որ տղամարդը դուռա բացում։ Միշտ նկատում եմ օրինական օգնում է վերարկու հագնել, մեքենայի դուռա բացում, հաստատության ճանապարհումը, օգնում է ինչ-որ ծանր բան ձեռքից հետ վերցնի, միջալյուց դա կանացի պայուսակի մասին չի խոսքը։ Ես ահավոր եմ նյարդայնանում, երբ տեսնում եմ տղամարդիկ կանաց պայուսակն են բռնում, այդ իմ համար ինչ որ ահավոր հակասեքսուալ մի բան է։ Աննկարագրելի են, որ հա, օքեյ, մեծ պայուսակ է, ցանկացած բան կլինի ինչ որ դու այդ աղջկան թող աղջկան գրկի, եթե աղջկա համար ծանր է, աղջիկը սենց պահի, բայց այդ կանացի պայուսակը որ տեսնում եմ տղամարդը բռնել է, ես կազմակերպվում եմ, բայց դա սա սուբյեկտիվ մոտեցում է, չնայած էտիկետով էլ չի խորհուրդ տրվում բռնել կանաց պայուսակը, բայց ամեն մեկը իր կնոջ ու իր պայուսակի մասին թող որոշի։ Ամեն դեպքում շատ սիրուն է, երբ այդ ամեն ինչը արվում է, բայց պետք չի դա դարձնել մատի փաթաթան ու ասել եթե չի անում, ուրեմն բավարար տղամարդ չի։ Իհարկե առաջի հանդիպմանը ֆիքսել դիտարկել որպես red flag, հա, ինքը իմ դուրը չբացեց, չգիտեմ թեյը ես եմ լցրել, ինքը ինձ թեյ չլցրեց, ինչ որ ընտրում ենք ինքը ինձ չհյուրասիրեց, օքեյ, սրանք սիրուն մանր բաներ են, ու իրոք մանր բաներ են, սրանք են էքզիստենցիալ բաները չեն, որ պետք է հանդիպումների ժամանակ ուշադրություն հարաբերություններում ինչա տալու դա։ Իհարկե, այդ կներես էլի ընդհատում եմ, ուղղակի քանի հիշել եմ մտքովս անցել այս օրինակ անպայման ուզում եմ բերել, բնականաբար բոլոր տղամարդկանց մասին չի խոսքը, հա, բայց պսիխոպատ աբյուզերը ֆանտաստիկ է իրան դրսևորում հարաբերություններից դուրս։ Նենց հա այդ այնց ջենտլմենություն անում, այ հենց այն ֆիզիկական բռնության ենթարկող աբյուզերի մասին է խոսքը, նարցիսներին թողում ենք մի կողմ, պսիխոպատներին։ Իրանք նենց են իրանց դրսևորում, որ երբեք ոչ մեկ չի մտածի, որ ինքը կարող է բռնության ենթարկի, հետո այդ կնոջը, ում առաջ էլ դռները բացեց, էլ վարդի թերթիկները թափեց ոտքերի տակ, նենց որ այդ թաթիկները պաչեց, փոշիները սրբեց ուսերից։ Հա, նենց որ այդ բացարձակ ոչ մի բանի նշան չի։ Այստեղ երկրորդ ծայրահեղությունն էլ կա, որ մի քիչ տղամարդկանց տեսանկյունից ասենք, երբ մեր հասարակության մեջ տղամարդիկ փորձում են դա անել, որտեղ ամեն դեպքում ոչ թե լսել են, որ այդ լավ է, այլ մեծացել են նման միջավայրում, այդ իրենց պահվածքի, ես նույնպես ողջունում եմ, այդ իրենց պահվածքի բաղկացուցիչ մասն է, այսինքն ոչ թե ինչ-որ լարվում ջանք են գործադրում, որ վայ կինա մի հատ չեքլիստը սանեմ տեսնեմ ոնց այլ կինը մտա վերականգնում այդ մարդը ինչ-որ էտիկետ ունի, իրան սովորացրել են ինքը էտա տեսել իր հոր կողմից միգուցե դուռա բացում վերարկու է օգնում հագնել լիքը նման բաներ, դուռը քթին չի փակում, արին չի գալիս, հա, այդ էլ շատ կանանց կողմից այս արդի իմ համար համենայն դեպս աղճատված ֆեմինիզմի, ոչ թե բուն ֆեմինիզմի, այլ աղճատված ֆեմինիզմի այդ բանի ճնշման ներքո են, որ կարող է գիտես ես չեմ կարա մենակ իմ վերարկուն հագնեմ, կարող է գիտես ես չեմ կարա իմ պալտոն, իմ դուռը փակեմ, բացեմ դուրս կամ ես ես չեմ կարող, ընկերներ, բոլորը ամեն ինչ կարող են, բոլորը Իհարկե ձեր ընտրությունն է, դուք ընդունում եք տղամարդուց, թե չեք ընդունում, բայց ընդունել, ընկալել դա որպես ինչ-որ ձեր անձի արժեզրկում, ընկալել դա որպես վիրավորանք, ամեն դեպքում մենք ապրում ենք մի հասարակությունում, որտեղ այն վատ պատրիարխատին զուգահեռ կա նաև լավ սերունդ, լավ դաստիարակված, նորմալ ընտանիքից առանց ինչ-որ abuse տեսնելու մեծացած տղաներ կան, ում սովորացրել են տենց լինել ում պապան է տենց եղել ու այդ ընդհանրապես չի նշանակում մեծ մասը զբաղացնում ու այդ ընդհանրապես չի նշանակում որ այդ տղամարդը վերարկուն պահելով կամ դուռը բացելով որևէ կերպ ձեզ նվաստացվում է ձեր չեք կարող դա ինքնուրույն անել Պարզ այդ տղամարդը եթե ինչ որ պրիմատից մի քիչ բարձր գիտակցություն ունի հասկանում է որ երբ մենակ եք ինչ որտեղ գնում չեք կանգնում սպասում մինչև դուռը բացեն ձեր համար բնականաբար բացում մտնում եք բայց այդ տղամարդը իրան ավելի լավ ազգում երբ ինքը կարողանում է այդ ցույց տա ու դուք կարողանում եք վայելեք որովհետև իմ համար
Իմ համար շատ մեծ ամեն դեպքում պլյուս է։ Շատ մեծ, ես ուշադրություն Պարտադիր չի, դարձնում եմ, բայց շատ բայց հա, պլյուս է, պարտադիր չի ու հաստատ չեմ մտածելու, որ այ երկու օր դուրը բացեց, այս երրորդ օրը ոնց որ թե չբացեց, այսօր իրան սխալ պահեց։ Այստեղ կարող շատ սիրուն անցում է լինում իրականում այդ կանացիությանը։ Դու երեք ինձ շատ լավ հարց տվեցիր քննարկման ժամանակ։ Լավ հարցեր տալիս, որոնց պատասխանները ես էլ չունեմ։ Չի ստում։ Ինչա իմ համար կանացիությունը, հա, ու ես ինքս մի 3 տարի առաջ, 3-2 տարի առաջ իմ ճանապարհն եմ սկսել, իմ մեջ այդ կանացիությունը գտնելու, որովհետև իմ կյանքն էլ հիմա նենց էր դասավորվել, որ ժամանակ չէր եղել մտածեի առհասարակ դրա մասին։ Ես ունեմ, չունեմ, ընդհանրապես այդ ինչա։ Զբաղված էի լիքը ուրիշ բաներով, բայց Նարցիսների հետ հարաբերություններ էի կառուցում։ Պայքարում էի սիրո համար։ Anyway, ու իրականում այդ շատ ակնհայտ դարձավ իմ համար, իմ այդ, ну չասեմ խնդիրը, բայց բացը իմ կյանքում հենց Նելիի հետ ծանոթանալիս, այս երեք չեմ ասել, բայել էի, որ ես ասեմ անակնկալի գա։ Չէ, անկեղծ եմ ասում, երբ Նելիի հետ ծանոթացանք, ես սև էի հոգով, ներսից եւ դրսից, իմ աշխարհը սև էր։ Իմ համար այդ ռոմանտիկ բաները, այտենց, ինչ-որ տենց ծաղիկներ, ինչ իմաստ ունի ընդհանրապես ծաղիկն վեր ստանալ, կակ ասենք, փող են տալիս, այդքան բերում թառամում, թափում, այդ կարելի է, չգիտեմ, ներդրում անել, կրիպտո առնել, նվիրել, օրինակ, ինչ ծաղիկ, աքսեսուար, ես անկեղծ եմ ասում, այս սկանդալային բացահայտումներ եմ անում, բայց իմ համար աքսեսուարներ, ինչ որ փայլիկներ, ինչ որ տենց զգեստներ, որովհետև իմ զգեստապահարանի շատ մեծ մասը ինչ որ ավելի գործնական ոճի հագուստ էր, տաբատներ, պիջակներ, հիմնականում շալվարներից էր բաղկացած, ամառն էլ շորտերից, տենց կիսաշրջած զգեստներ եւ զգեստներ առանձնապես 1-2 ունեի, բայց ասեմ քրքրվում էի դրանք հագնելու համար, սուտ կլիներ։ Ու տենց իմ այդ իրականությունը առանց որևէ աժուրնի մի հատ պուջուր բանտիկի բախվում է Նելի իրականությանը, որտեղ սենց ամբողջը, այդ ոնց որ սենց սև սիրուն սոլիդ սենյակից դուր ես բացում, մտնում ես սենց ամպիկների մեջ, վարդագույն, փայլիկներով, փոմփոլիկներով, մորթիներով, ֆլամինգոներով, ու սենց այս բացարձակ չափազանցություն չի, անկեղծ եմ ասում, ընդհանրապես չափազանցություն չի, ու սենց հանդիպում են երկու հոգի, որտեղ իր մեջ ընդհանրապես այդ սևը չկար, իմ մեջ ընդհանրապես այդ վարդագույնը չկար։ Ու չգիտեմ Նելին ոնց, բայց ես իր այդ վարդագույնից նայելով, շոշափելով, ժամանակ առ ժամանակ, ահա որ զարմանալով, ես հիշում եմ, որ առաջ անգամ տեսա քո Սվարովսկի քարիկներով ականջողերը ինչ ռեզոնանսի մեջ է ընկել, որ աստված իմ սկոլ էսքան քարիկ, ասենք պուջուրիկ քարիկ չէ, որ չերևայք, մեծ մի հատ բանա, որ այն լիքը քարիկ ինչի համար, ասենք ինչն է իմաստ, բայց կամած Նելի այդ շողշողուն պլպլան վարդագույն ու ինչքան էլ ուզում ա կարծրատիպային հնչի հիմա ասածս, բայց այդ ամեն ինչը իմ համար չափազանց կանացի էր ու վախենալու էր։ Այս շատ էական բան եմ ասում, որովհետև անընդունելի դաժե չէի մտածում ընդունել, չընդունելի մասին, որտեղ ակնհայտ էր իմ համար, որ այնքան վախենալու է, իսկ այդ վախը գալիս էր նրանից, որ եթե ես դա մի պահ ընդունեմ, ես կթուլանամ, ես կկորցնեմ այն ամեն ինչի, ինչ կառուցել եմ, իմ այդ բոլոր ինքնապաշտպանական մեխանիզմները իջիկ կացվեն, հոդս կցնդեն, ու ես այլևս չեմ կարողանա կոնտրոլի մեջ կառուցածս եսը կկորցնեմ ու չեմ կարողանա կոնտրոլի տակ պահեմ, որովհետև իմ կառուցած եսը այդ պայդրությամբ շատ էական էր, թե իմ աշխատանքում, թե իմ կյանքում, ու ինձ թվում էր ես այդ ուղակի կկորեմ այդ ամեն ինչի տակ, ես չգիտեմ դրա հետ ինչ անեմ, ես չգիտեմ դրա հետ ոնց վարվեմ, ուսի մի քիչ երկար ստացվեց պատմածս, բայց անդրադառնալով հարցին, թե ինչա կանացիություն, իմ համար կանացիությունը էդն է, երբ կինը չի վախենում կին լինել, չի համարում դա ինչ-որ շատ թույլ մի բան, որ ինքը կանացի է, որ ինքը կարա այո թույլ լինի, որովհետև նորմալ է, որ մարդիկ առհասարակ թույլ են լինում, հա, դաժե տղամարդկին չեմ առանձնացնի ստը, ու իմ համար կինը կանացիությունը այն է, երբ չի մտնում այդ մարդը պայքարի մեջ տղամարդու հետ, որ ապացուցի ով է ավելի տղամարդ։
Բացի նրանից, որ չի մտնում պայքարի մեջ, նաև խնդիր չունի, գիտես, այդ զոհի կարգավիճակի մեջ չի մտնում, որ այ եթե ես տղամարդ ծնվեի, այ լավ է տղամարդ կանց, բա չէ մենք ինչքան դժվար է մեզ, ուստեղ թողնում ենք մի կողմ օբյեկտիվ ու սուբյեկտիվ մոտեցումը դրա ում ավելի լավ տղամարդուն թե կնոջի, որտեղ էս շատ քննարկման ենթակա թեմա է, էլի, ում ավելի հեշտ, ում վրա ավելի շատ պատասխանատվություն ու պարտականություն կա, այս դաշտ չմտնելով հանդերձ ամեն դեպքում երբ կնոջ մեջ կա այդ ներքին բողոքը, որ այ ինչի եմ ես աղջիկ ծնվել կոպիտ ասած, տղա լինելը ավելի լավ է, ինքը միանշանակ այդ կանացիության զգացողության վրա ազդելու է։ Իհարկե։ Ու շարունակելով օրինակ կանացիության քո այդ ընկալումից խոսեցիր, ես էլ միշտ չի որ ես օրինակ այդ պայքարը քո մեջի կին լինելու այդ կին զգալու հետ ես ունեցել եմ շատ երկար տարիներ, բայց իմը հիմնված էր ուրիշ բանի վրա, իմը հիմնված էր իմ կողքի տղամարդկանց վրա, որովհետև ես միշտ ընտրում էի հարաբերություններ, որտեղ այդ տղամարդիկ մեծագույն սիրով իմ հետ կոնկուրենցիայի մեջ էին մտնում։ Ու շատ մեծ նշանակություն ունի, այստեղից իմ գլխավոր միտքը երևի թե այս թեմայի շուրջ այնա, որ կինը իրան զգում է լիարժեք կին, այն տղամարդու կողքը, ով իրան զգում է լիարժեք տղամարդ։ Ու նույնը վերաբերվում է տղամարդուն։ Տղամարդն էլ է կարողանում լիարժեք դրսևորվել որպես տղամարդ, եթե իր կողքը գտնվում է կին, ով ամբողջությամբ ընդունել է իր կանացիությունը։ Մնացած բոլոր հարաբերություններում, որտեղ տղամարդն է պայքարում հասկանա ով իրանց մեջից ավելի էմոցիոնալ կինն է պայքարում, որ հասկանով իրանց մեջից ավելի ուժեղ տղամարդ, այդ աննկարագրելի արդեն շեղվում է։ Ու շատ երևում է այն կինը, ով հարաբերություններում իր տղամարդու հետ իրեն կին չի զգում։ Ոնց է երևում։ Ну, ստեղ գիտես, արդեն երևի գալիս ենք, էլի եմ ասում, սա իմ պատկերացումն է հարաբերությունների մասին ու իմ ակնկալիքներն են իմ կողքի տղամարդուց, բայց կարծում եմ, որ նախ այս հարցերը ընդհանրապես պատասխաններ գտնելու համար շատ էական է հասկանալ առհասարակ հարաբերությունները ինչին են պետք։ Իմ կարծիքով հարաբերությունների գեղեցկությունը հենց այդ կնոջ ու տղամարդու տարբերությունների մեջ է։ Անդրադառնալով տարօրինակ պատկերացումներին հիմիկվա, որը որ դրսևորվում է որպես ինչ որ ֆեմինիզմ, չնայած ֆեմինիզմը դրա մասին չի։ Իմ մոտ նենց տպավորություն է, որ արդեն դա դրսևորվում է, որ բացառվում է, որ կա տարբերություն կնոջ ու տղամարդու մեջ, ու ասվում է, որ մենք լրիվ նույնն ենք։ Ես սա երբեք չեմ կարող ընդունել, որովհետև թե օրգանիզմի տեսանկյունից, թե հորմոնալ տեսանկյունից, հորմոնալ մակարդակով մենք տարբեր ենք։ Ու այդ հորմոններով էլ միայն թեկուզ վերցնելով հորմոնները, հա, ես ավելի ինչ որ ուրիշ չեմ ուզում վերցնեմ, թեկուզ միայն հորմոններ, կնոջ մոտ էստրոգենն է, տղամարդու մոտ տեստոստերոնն է։ Այդ հորմոնալ տարբերությունով իսկ արդեն պայմանավորված է շատ տարբերություններ։ Տղամարդու ավելի ոչ էմոցիոնալ լինելը մեծամասամբ, հա, բնականաբար կան տղամարդիկ, ովքեր էմոցիոնալ են, բայց մեծամասամբ տղամարդու ավելի ոչ էմոցիոնալ լինելը, կնոջ ավելի էմոցիոնալ լինելը, որովհետև կնոջ հորմոնալ ֆոնը անընդհատ փոփոխվում է։ Տղամարդունը ստաբիլ է, օրինակ, թեկուզ միայն այդ տարբերությունը։ Ու բացի այդ, ըստեղ բժշկությունն էլ, հա, երբ դու գնում ես ինչ-որ ընդհանուր անալիզներ հանձնելու, երբ տեսնում են կնոջ մոտ տեստոստերոնը բարձր է, ասում են խնդիր կա։ Չեն ասում դե նորմալ է, որովհետև տղամարդիկ եւ կանայք նույնն են։ Ասում են խնդիր կա ու պետք է խնդիրը ակնհայտ թեկուզ արտաքինից սկսած արտահայտվել եւ նույնն էլ տղամարդու։ Ասենք երբ կինը ունի ինչ-որ գերմազակալում մաշկի վրա, մարմնի վրա ու գնում է բժշկի, ասում են տեստոստերոնը բարձր է, պետք է լուծենք այս հարցը։ Նույնն էլ տղամարդու մոտ, հա, երբ էստրոգենը բարձր է, էլի ասում են անացի տիպի մազակալում դա նույնիսկ անուն ունի։ Բժշկության մեջ անուն ունի ու էդ էլ ասում են խնդիր կա, պետք է լուծենք։ Եկեք ուրեմն գիտականորեն ապացուցված փաստ է, որ կանայք ու տղամարդիկ տարբեր են։ Ու սա որևէ կերպ աղերս չունի կանանց ու տղամարդկանց իրավահավասարության հետ, որովհետև հանկարծ տպավորություն չստեղծվի, որ այս խոսույթը որևէ կերպ հերքում է այդ եզրույթը, որ մեկի ուղեղի ավելի մեծ լինելու, ավելի լավ աշխատելու, քաշով ավելի ծանր լինելու, այս ամեն ինչը արդեն միֆ է, հա։ Այսինքն այն ինչի մասին է բուն ֆեմինիզմը, որ այո, կանայք եւ տղամարդիկ ունեն հավասար իրավունքներ, կանայք ունեն հավասար ընտրության իրավունք, ինչ որ տղամարդու, կանայք
տղամարդիկ ունեն նույն իրավունքը աշխատել նույն հաստիքին եւ վարձատրվել հավասարաչափ, այս երկու կոնցեպտը իրար հետ կապ չունի։ Եվ որ կին խիրուրգը օրինակ ավելի քիչ վստահելի չի, քան տղամարդ խիրուրգը, այս ամեն ինչը ինձ թվում է հասկանում եք, չէ՞, որ չեն քննարկում, այս քննարկումից դուրս է։ Ու պայմանավորված այդ տարբերություններով, որոնք մենք ունենք, այդ շատ գեղեցիկ է, երբ հարաբերություններում սկսում են իրար փող լրացնել։ Իմ համար օրինակ տղամարդու կայունությունը ու այդ ստաբիլության զգացողությունը իմ մոտ ստեղծելը շատ կարևոր է, որ ես կարող եմ կայունանալ այդ տղամարդու կողքը, որ ինքը այն ինչ որ ինձ այսօր է ասում, վաղն էլ է ասելու։ Իսկ եթե վաղ ուրիշ բան ունի ասելու, ինքը ինձ գալու է ասի, ոչ թե հերվից հասկացնելու է, ինչ որ խաղեր է տալու, որ ես հասկանամ, հա, որովհետև այդ իմ համար օրինակ այդքան էլ կապ չունի տղամարդու հետ։ Այդ ստաբիլության հետ նաև, որ ես կարծում եմ, որ տղամարդը պիտի լինի ստաբիլ, կապ ունի նաև օրինակ խոսքի տեր լինելը։ Եթե դու ինձ այսօր ինչ-որ բան ես ասում, ես ակնկալում եմ, որ դու նույնը ասելու ես վաղը։ Ու էլ եմ ասում, եթե ինչ-որ բան փոխվել է, դու գալու ես ինձ դրա մասին ասես։ Ոչ թե ակնկալու ես, որ ես դա հասկանալու եմ։ Միանշանակ։ Ու այստեղ շատ էլի մի քիչ խառնաստ ասում ենք ջենտլմենություն, կանացիություն, բայց հուսով եմ դա շատ չեն խառնի իրարում կնդիրներին, վերադառնալով ջենտլմենությանը, շատ մարդկանց պատկերացումները ջենտլմենության մասին էլի են, որ ես անձամբ գիտեմ նման մարդկանց, որ ցիտում եմ խոսակցական հայերենով, որ ավելի ազդեցիկ լինի, հա, անկյանքս էս իմ քարտն է, գնա քեզ ինչ ուզում ես առ։ Այդ ջենտլմենությունը համարվում շատ մարդկանց մոտ։ Կամ քեզ ինչ պետք է ասա, ես կանեմ։ Ես քո հարցերը կլուծեմ։ Ջենտլմենություն են համարում։ Իրականում այդ շատ հիանալի ոչ մի քննադատություն չկա, հա, այդ ամեն ինչի հանդեպ, բայց այնտեղ ավելի խորքային հարցեր կան թաքնված։ Ների նշեց այդ ստաբիլությունը, ես կնշեմ նաև հուսալիությունը։ Տղամարդու ստաբիլությունը լրիվ 100%-ով համաձայն եմ, որտեղ իմ համար էլա շատ էական, որ ես վաղը չեմ զարթնելու այն տեսանով, որ տղամարդ չկա։ Կամ լրիվ ուրիշ բան է ինձ ասում, կամ ասել մոռացել է։ Ինչ որ բան է ասում, դու չես վստահում իր ասածին արդեն, որովհետև երկու օր առաջ ուրիշ բան է ասում։ Այդ ստաբիլություն ու հուսալիություն, որ դու կարող ես վստահ լինել, որ ինչ էլ լինի, դու այդ տղամարդու հետ առնվազն կարող ես խոսել ու լսված լինել, որովհետև իմ համար ոչ մի քարտ, ոչ մի գույնի, տեքստուրայի ու մատերիալի ու գումարի պարունակության, ոչ մի լուծվող հարց, ոչ մի ինչ-որ սարեր, զորեր, ինքնաթիռներ եւ յախտաներ չունեն այնքան էական նշանակություն, ինչքան այն, որ եթե ես իմ կողակցին ասեմ, որ ես պետքա խոսեմ հետդ, վստահ պիտի լինեմ ու հստակ պետքա լինեմ, որ ես գիտեմ այդ տղամարդը ինձ կլսի, որովհետև ստեղ մի հատ շատ կարևոր բան կա։ Կանայք մեր հասարակարգում աշխատում են, շատ կանայք աշխատում են, շատ կանայք ունեն ղեկավար պաշտոններ, հիմա ես իմ տեսանկյունից ներկայացնեմ ու մոտ կարծականքի, ես զբաղեցնում եմ ղեկավար պաշտոն։ Ես չեմ կարա գործի մեջ թուլանամ, ես չեմ կարա իմ այդ ժենսկի նաչալան կանացի սկիզբը լրիվ ցույց տամ աշխատանքի մեջ, որտեղ իմ ենթակայության մեջ տակ կան մարդիկ, ում վրա ժամանակ առ ժամանակ ես նույնիսկ կարող բղավեմ, կարող է կոնֆլիկտներ ունենամ, այդտեղ կա հստակ իմ համար, իմ ստեղծած պրոտոկոլները, ոնց եմ ես աշխատում, ու այդ էմոցիաների տեղ չի, իհարկե այդ չենք խոսում դրական էմոցիաների մասին, որ հումոր լինի, լավ մթնոլորտ լինի, դրական լինի, բան, խոսքը գնում է այդ շատ նեղ անձնային հոգեվիճակի ու հույզերի մասին, որ դու աշխատանքում չես կարող ցույց տալ։ Լավ չի, իմ համար այդ լավ չի, որտեղ աշխատանքը, դու այնտեղ գնում ես հստակ նպատակի համար։ Դու այնտեղ գնում ես քո համար, քո զարգացման համար, քո գումարի համար, այդ նախորդ էպիզոդներում քննարկել ենք։ Տղամարդը իմ համար պետք է լինի այն ապահով տարածքը, որտեղ ես կարող եմ լինել ես, լաց լինել, դրանով չթվալ թույլ, դրանով չթվալ ինչ-որ 1000 ներողություն կոպիտ բառից համար տրյապկա, դրանից տղամարդը չի առիթավորվի, ու այստեղ շատ վատ բառ եմ օգտագործում, բայց չի օգտվի այդ առիթից, քո հուզականությունից, քո խոցելիությունից ու ավելի խոցի կամ ինչ-որ մի գեղեցիկ օր ներկայացնի որպես
այդ չէր, չգիտեմ, նստած լացում էի շորտ, նման ինչ-որ մանիպուլյացիաների, այդ ապահով տարածքը պետքա լինի, որ ես գիտեմ ինչ է լինի, ես իմ աշխատանքային 10 ժամնա, 11 ժամնա կդիմանամ, կգնամ, ու այնտեղ կա այդ ուսը, ինչքան պրիմիտիվ ուզում ասա հնչի, այնտեղ պետք է լինի այդ ուսը, որ ես կդնեմ, նախ իմ գլխի աղմուկը կդադարի, որտեվ ես վերջապես հասել եմ իմ ապահով տարած, կարամ ինձ թույլ տամ կես ժամ ոչինչ բանի մասին չմտածեմ, ու ես կարամ խոսեմ ու լինեմ ես, ու այդ եսի իրական էությունը ոչ մեկ չի շահագործի, իմ համար այդ ջենտլմենությունը ու առնականությունը։ Դրան կավելացնեի նաև պատասխանատվություն վերցնելու ունակությունը ու պատասխանատվությունից չփախնելը։ Այո։ Ու ես այս սրան անդրադարձել էի ամուսնության էպիզոդում, դրա համար իմ համար անհասկանալի է օրինակ այդ քննարկումները, որ արի ուղակի իրար հետ ապրենք, հետո կհասկանանք, ես ուզում եմ այդ տղամարդի իմ համար պատասխանատվություն վերցնի, ու ես հասկանում, որ ինքը մեր երեխաների համար էլ է պատասխանատվություն վերցնում, այդ զգացողությունը իմ համար շատ կարևոր է։ Ու այս չի նշանակում, որ կինը պետք է պատասխանատվություն չվերցնի ու այդ տղամարդու պիտինա, այս նշանակում է, որ տղամարդը կնոջ պատասխանատվությունը ուրիշ է հարաբերությունում։ Բայց ես կարծում եմ, որ ամեն դեպքում այն պատասխանատվությունը, որը որ ընդունակ է կամ ընդունակ չի ընտանիքի համար ու իր կողքի կնոջ համար վերցնել տղամարդը, ամեն դեպքում ինքը ինչ որ այդ ռացիոնալության վրա է հիմնված, ռացիոնալության, ստաբիլության, ու մյուս իմ պատկերացումը հարաբերությունների մասին, իմ կարծիքով, որ տղամարդը հարաբերություններում պաշտպանում է ինչ որ արտաքին խնդիրներից, մեծ փոփոխություններից, ծանր որոշումների կայացումից, հոգսի կրելուց միայն կնոջ ուսերին, իսկ կինը պահպանում է հարաբերությունները։ Շատ կարևոր է, որ երբ որ մենք խոսում ենք ինչ որ անընդհատ տղամարդուց, այդ ինչ պիտի տղամարդը, կինն էլ շատ բան պիտի հարաբերություններում։ Ու այդ կանացիության դրսևորումը Женщина ничего не должна, կինը ոչ մի բան չպիտի, չէ, եկեք ճիշտը իրականության աչքերին նայենք, պարտականություններ կան ամենտեղ։ ու այդ կանացիության դրսևորումը հենց նաև այդ պահպանելու մեջ է հարաբերությունները, կինն է հարաբերությունները կառուցում, կինն է հարաբերություններին ինչ որ ֆորմա տալիս, ինչ որ ուղղությամբ տանում, ինչ որ բաներ ավելացնում կամ պակասացնում, հարաբերությունների ներսում եղանակը ու ինչ որ էներգետիկան ստեղծողը կինն է իմ կարծիքով ու այդ դրա մեջ երբ դու կարող ես դրսևորվել որպես կին, տղամարդը դրսևորվում որպես տղամարդ, դուք փող լրացնում եք իրար, ստեղծվում է այն ինչը որ կոչվում է հարաբերություններ, ոչ թե լղոզվում են դերերը, իմ համար օրինակ շատ կարևոր է որ հարաբերություններում իմ համար լինեն հստակ դերեր, ով ինչով է զբաղվում, ով ինչի համար է պատասխանատու, իմ համար դա շատ կարևոր է, այն ով ինչով կարողացավ, ում ինչը որ պահին հարմար էր եւ այլն, իմ համար օրինակ այդ անհասկանալի մոդել է, ես հստակության կողմնակիցն եմ։ Ես չեմ կարող այս հարցով կոմենտեմ, ես չգիտեմ հələ ինչի կողմնակիցն եմ։ Ես որովհետեւ գիտես, երբ մենք խոսում ենք նրա մասին, որ կինը առանց տղամարդ ամեն ինչ էլ կարող է, միանշանակ կարող է, հա, ես գիտես այդ ծայրահեղությունը այդ որ իմ կյանքում տղամարդ չկա, դրա համար ես այս 5 օր այնտեղ չգիտեմ, չեմ փոխել լամպոչկան կամ ինչ որ չգիտեմ, ջուրա թողնում իմ ծորակից ու ես այս 5 օր ես կին եմ, չեմ կարող դրանով զբաղվեմ, իսկ իմ կյանքում տղամարդ չկա, այդ զոհի դերի մեջ մտնելու մասին է։ Բոլորս էլ ամեն ինչ կարող ենք, հա, բոլորս էլ երկու ձեռք, երկու ոտք ունենք, կարող ենք YouTube մտնենք, հասկանանք ինչը ոնց արվում։ Այս նույնը վերաբերվում է տղամարդուն։ Ես աննկարագրելի չեմ սիրում այն տղամարդկանց, ովքեր կենցաղում, ես ոչ մի բան չեմ կարող անեմ։ Հա, ես իմ ոչ մի չգիտեմ, իմ ճաշը տաքացնել չեմ կարող, իմ լվացքը անել չեմ կարող, այսպես նստեմ անկարող, մինչև մեկը գա իմ տեղը անի։ Մենք բոլորս էլ ամեն ինչ կարող ենք, այդ հասկանալի է, բայց այ խնդիրը սկսվում է այն ժամանակ, երբ օրինակ այդ կինը չի հասկանում այդ տղամարդը ինչ է իր կյանքում անում, եթե ես ամեն ինչ մենակ կարող եմ։ Ես այդ օրինակ կատեգորիկ չեմ հասկանում, որովհետեւ ես միշտ ասել եմ այս մեր էպիզոդների շրջանակում, տեսնում ասում եմ ընդհանրապես տղամարդը, եթե կնոջ կյանքը ավելի լավը չի դարձնում, ինձ համենայն դեպս այդ տղամարդը պետք չի։ Լսի, գիտես, ավելի լավը դարձնելը մի քիչ եթե ավելի հստակ։ Ես հեսա կհստակեցնեմ։ Այստեղ խոսքը բնականաբար ինչ որ նյութականի մասին չի, թեպետ դա էլ է ինչ որ բաղկացուցիչ մաս, բայց իմ համար ոչ առաջնային ընդհանրապես։ Եթե այդ տղամարդը գալիս մտնում է իմ կյանք, իմ կյանքում բացի հոգսից բան չի ավելանում, հա, որ այդ տղամարդը եկավ,
Ես իմ համար ուտելիք էի սարքում, հիմա իր համար էլ պիտի սարքեմ։ Ես իմ համար լվացքի անում, հիմա իր համար էլ լվացք պետք է անում։ Ես ձեռքով չեմ լվում, լվացքի մեքենա, բայց ինչ որ հոգս է, ես իմ համար վերնաշապիկ է արտուկում, մի հատ ավել վերնաշապիկ պետք է արտուկեմ։ Ես գնում 2 տոպրակ առևտուր է իմ համար անում մի շաբաթվա, հիմա պետք է 4 տոպրակ առևտուր անեմ մի շաբաթվա, որովհետև մի հոգի ավելացել է իմ տանը։ Ես հիմա 2 զույգ նասկի էի հատակից հավաքում, հիմա 4 զույգ պետք է հավաքեմ, ուսած լիքը բան է ավելացել ու ոչինչ չի պակասել։ Ոչինչ։ Ու այդ ընդհանրը ինչ որ գալը չկա է, որ օքեյ, ես իմ կյանքում ունեմ տղամարդ։ Ու եթե ես այդ վիճակում հայտնեմ, ինձ այդ տղամարդը որևէ պարագայում պետք չի, եթե նույնիսկ գալիս ասում է, գիտես, սա անձնական մոտեցում է իմիջալոց, գալիս ասում է, նայ, քուրս, ես քեզ տալիս եմ ամսական X գումար, մեծ գումար, այն մնացածից գործ չունի։ Չի կարա տես տղամարդ լինի իմ կյանքում։ Դու մի քիչ առաջ ճիշտ օրինակ վերեցիր, բացի նրանից, որ հոգսը ավելանում, նաև իմ համար անհասկանալի է, գիտես, այդ մոտեցումը աղջիկների, որ ինչ անշակում, ես այնքան ինքնաբավ եմ, որ իմ կյանքում տղամարդուն տեղ չկա։ Եթե դուք դերերի փոփոխություն չեք կարողանում անեք, այդ ինքնուրույն կայացած կնոջ դերից դուրս գալ ու մտնել հարաբերություններում, լինել հարաբերություններում կին, այդտեղ միանշանակ ինչ որ բաներ կան պատկերացումների մեջ, որ պետք է ման գալ պատճառները հասկանալ, որովհետև այն որ դուք ինքնուրույն ամեն ինչ կարողանում եք անել, դա ոչ մի կերպ չպիտի խանգարի ձեր հարաբերություններին։ Ու եթե դուք ձեր տղամարդու հետ մտնում եք այդ մրցակցության մեջ, ով մեզնից ավելի շատ ֆունկցիա կարող է մեր հարաբերություններում կատարի ու ով մեզնից ավելի գերֆունկցիոնալ, այդ ընդհանրապես այդ իմ ասած փոխ լրացման հետ կապ չունի։ Դուք ուրեմն ուղղակի տղամարդու ձեր կյանքում դեր տեղ չեք տալիս, դուք այդ տեղը չունեք։ Դուք ինքներդ այդ տեղերը ինչ որ տարբեր բաներով զբաղացրել եք արդեն ամեն ինչը ոնց որ կոպիտ ասած հասկացել եք, ինչը ինչից հետո է, ինչն եք ինքնուրույն անում, ոնց եք անում, ու այդ տղամարդը արդեն ձեր կյանքում անելիք չունի։ Ուստեղ գիտես, ինչի մեջ է հարցը, մեզ շատ լավ գրել էին այդ հարցը, որ փոխվել է այն պատճառով, որ հիմա մոտեցումներն են փոխվել, ու կինն է փոխվել։ Ես շատ համաձայն եմ։ Տարիներ առաջ, երբ կնոջ ֆունկցիան միայն ընդ որում շատ տարիների մասին չի խոսքը, հա, նույն երևի գնանք մեր ծնողների սերունդ, գրիվ ակնհայտ էր, որ այնտեղ ամեն դեպքում կնոջ հիմնական ֆունկցիան ընտանիքում այդ ընտանիքն է, տունն է, երեխաներն են, իսկ տղամարդը աշխատում է։ Հիմա երբ կանայք կարողանում են աշխատել, գումար վաստակել տղամարդուց ավելի լավ գումար աշխատել, միգուցե տղամարդուց ավելի հեշտ ճանապարհներով գումար աշխատել, ավելի կայացած են, ինքնուրույն ապրել են, տղամարդը չպիտի գա իրան փրկի, խնդիրներ լուծի, միջոց չի ապրելու տղամարդը, հա, ինքը կարող է ապրի առանց տղամարդու։ Բացի բանկամատից չի, այն տարիներ առաջ նաև տղամարդ չունենալը կողքին խնդիր էր, անդադ խնդիրներ էր ունենում, եթե տղամարդը չկար, այդպես ես ոչ մի բան չեմ կարող անեմ, այս հարցը չեմ կարող լուծեմ, հասկանում ես, հիմա բնականաբար թափ փոխվել է։ Իհարկե հարաբերությունների ներսում էլ է փոխվելու, է դրա հետևանքով ամեն ինչը, բայց այդ չի նշանակում, որ հարաբերությունները կամ տղամարդու ֆունկցիան այդ փրկել, հարցը լուծել, այնտեղ ամեն ինչը կարգավորելն էր, հիմա դե ես ինքս կարող եմ կարգավորեմ, էլ ինչ է ինքը անում։ Տղամարդը պետք չի, հա։ Մեզ այդ հարցն են իրականում գրել, ինչ դեր ունի ամուսինը կնոջ կյանքում։ Այդ դերը կինն է տալիս։ Այս այդտեղ չկա ճիշտ պատասխան։ Իրոք չկա ճիշտ պատասխան, որովհետև յուրաքանչյուր կին որոշում է, ու այդ իրոք կինն է որոշում, ինչ դեր ունի իր ամուսինը այդ ընտանիքում, ու իր կյանքում, ու այդ երեխեքի կյանքում։ Ու կախված նրանից ոնց է որոշում, տենց էլ այդ ընտանիքը կառուցվում է, ու ինձ ոչ մեկ չի կարող համոզել, որ դա տղամարդն է որոշում։ Դերերի աշխումը։ Ես խորին համոզվածություն ունեմ, որ շատ մեծ բան այդ որոշումից, դաժե եթե տղամարդն է որոշում, շատ մեծ մի 80% կախված է նրանից, թե կինը ոնց է այդ տղամարդուն ներկայացնում ինքն իր աչքում, հա, այդ տղամարդը ինչ է իր համար։ Այդ մրցակցությունը քո ասած կա թե չկա, ինչ որ պայքարի հարց կա նրանցնային թե չկա, այդ տղամարդուց ինչ ակնկալիքներ կան, ինչ պրետենզիաներ կան այդ տղամարդուն, այդ ամեն ինչը, այդ կնոջ վարվեցողությունը նպաստում է ու հիմք է հանդիսանում այդ տղամարդու որոշման համար, թե ինքը ինչ դեր ունի կամ ինչ դեր է ուզում ունենա։ Այդ ամեն դեպքում ամեն ինչ իմ խորին համոզմամբ կնոջ շուրջ է պատտվում։ Սա մեղադրանք չի կանանց, սա այնա որ դա մեծ զենք է, զենք չէ, մեծ առավելություն է մեր ձեռքին, որ ճիշտ է պետք օգտագործել։
Բայց դե գարի դիմենք նաև տղամարդկանց էլ, որովհետև ես այդ տենդենսը նկատում եմ, ինձ աննկարագրելի դուր չի գալիս, որ շատ տղամարդիկ ակնկալում են իրենց կողքի կնոջից, որ կինը պիտի աշխատի, լինի ինքնաբավ, հիմա արդեն շատ տղամարդկանց դուրը չի էլ գալիս, որ կինը ոչինչով չի զբաղվում։ Բայց դրա հետ մեկտեղ ակնկալվում է, որ այդ կինը պիտի շարունակի անել այն բոլոր պարտականությունները, որոնք դրված են չաշխատող կնոջ վրա։ Կանանցի պարտականությունները, այսինքն ժամը 9-ին 2-ով տանից դուրս եկան, ժամը 7-ին եկան տուն, կինը անցնում է իր երկրորդ դրույք աշխատանքին, կանանցի պարտականություններին, իսկ տղամարդը հոգնած է։ Մենք գիտենք, որ այդ բառը կանացի է, սա որտեղ ռոլը։ Ինքը հոգնած է, ինքը նստում է բասկաթոռին։ Այդ իմ համար աննկարագրելի տոքսիկ ու անհասկանալի է։ Եթե մենք երկուսս աշխատում ենք, եթե մենք երկուսս, ես էլ եմ հոգնում, հա, այդ նենց չի որ տղամարդը հոգնում է, մենք չենք հոգնում։ Եթե մենք երկուսս եկել ենք աշխատանքային օրվանից հետո տուն, իմ համար արդեն անհասկանալի է, գիտես, այդ ուրեմն մենք հավասար տունն ենք հավաքում, մեկը ընթրիքն է պատրաստում, մեկը հավաքում է, մեկը երեխաներով է զբաղվում, մյուսը տունն է, եթե 50-50, ապա 50-50։ Բայց սա կանանց էլ է վերաբերվում, որովհետև մենք իրականում այդ հավասարությունը պահանջում ենք, հավասարությունը հոյակապ բան է, բայց ընտրովի ինչ որ ընտրովի բաներում, այս բաներում եկեք լինենք հավասար, այն բաները թող տղամարդը որոշի։ Եթե մենք ակնկալում ենք մեր կողքին տղամարդ, ով ոնց հարցերը ինքնուրույն լուծում է, ֆինանսապես ինքը մեզ ապահովում է, ես ոչինչի մասին չեմ մտածում, ինքը մեր խնդիրները լուծում է, ես sense ամամը красивая, պապան աշխատում է, ամամը красивая, այդ դեպքում ուրեմն տղամարդը որոշում է գլխավոր որոշումները, գլխավոր ծախսերը։ Իսկ եթե մենք ակնկալում ենք, որ պիտի մենք էլ մասնակցենք, մենք էլ ինչ որ քննարկումների մեջ լինենք, մեր կարծիքը հաշվի առնվի, ուրեմն մենք էլ ենք պատասխանատվություն վերցնում մեր վրա, ինչ որ հարցերի համար։ Այդ տենց չի լինում էլի, որ ընտրովի արի ստեղ մենք հավասար լինենք, իսկ ստեղ արի մենք հավասար չլինենք, որտեվ սա տղամարդու գործ է, իսկ սա կնոջ գործ է։ Ամբողջ գումարը դու կաշխատես։ Ես կողքից մի բան կբզբզեմ, բայց այդ գումարը որևէ էական հարց չի լուծելու մեր ընտանիքում, դու բոլոր հարցերը կլուծես, բայց էգզիստենցիալ որոշումները առանցին կայացնես, կռիվ կանեմ։ Որտեղ իմ կարծիքը հաշվի չառաշ։ Դու ոնց կարաս իմ կարծիքը հաշվի չտենց։ Ու նույն ձևով ես կանանց էլ չեմ հասկանում, ովքեր վաստակում են գրեթե նույն գումարը ինչ որ տղամարդու կամ հենց նույն, կամ ավել։ Ու համարում են, որ իրանք ընդհանրապես պիտի ոչ մի բանին չմասնակցեն։ Իմ գումարն է, քո գումարը մեր գումարն է։ Քո գումարը մեր գումարն է, ես ոչ բացարձակ չեմ պատրաստվում ոչ այս տան ծախսերը հոգալ, ոչ երեխաների ինչ որ ծախսեր հոգալ։ Դու ոնց ուզում ես այդ հարցերը լուծի, իմ գումարն է։ Իսկ եթե հանկարծ ինչ որ հարցեր ես եմ լուծել, հետ կտաս փողը։ Հետ կտաս այդ փողը։ Չէ, ես այստեղ ընդհանրապես տողադարձ եմ լինում, չեմ հասկանում, որովհետև էլի եմ ասում, հավասարություն ուրեմն հավասարություն, եթե մենք ուզում ենք աշխատել ու մենք ակնկալում ենք մեր կողքի տղամարդուց, որ մեզ այնց չի պահանջելու լինել միայն մայր եւ տան կին, ու մենք այդ դրոշը բռնում ենք, ասում ենք ես պիտի աշխատեմ ու կայանամ, որը հոյակապ դրոշ է ու բոլորս պիտի աշխատենք ու կայանանք, բայց դա իր հետ բերում է պատասխանատվություններ։ Այո։ Հարաբերությունների ներսում ու դա նույնպես նպաստում է այդ դինամիկաների փոփոխությանը։ Ու անդրադառնալով մի հատ ուրիշ հարցին, որ գրել էին, ինձ էլի շատ դուր եկա, որ ինչի են հիմա տղաները փոխվել, ինչի են տղաները դարձել նրբիկ, կանայք դարձել են ավելի ինչ որ sense ձգտող, ավելի ինչ որ sense նպատակներ դնող, իսկ տղամարդիկ դարձել են ավելի նրբիկ։ Իմ կարծիքով այս հարցը ունի երկու կողմ։ Նայած ինչ ենք նախ նրբիկի տակ հասկանում, եթե հասկանում ենք այն, որ այդ տոքսիկ բրուտալությունն է վերանում, պատրիարխատները։ Ես դրան շատ կողմնակից եմ, որ ձեռքը սխփեց սեղանին որոշեց, դե մենք էլ տենց իր հետևից իր որոշածի հետևից գնացինք, տենց չի կարող լինի։ Եթե արդեն կանայք ավելի ոնց ասեմ, եթե այդ կնոջ կյանքում առանձնապես շատ բան չի փոխվելու առանց այդ տղամարդու, հա, ինքը իր գլուխն էլ կպահի, երեխաներին էլ կպահի, իր կյանքն էլ կշարունակվի, դա արդեն աննկարագրելի ազդում է այդ դինամիկաների վրա։ Ու էլ այդ տղամարդը չի կարող ձեռը խփի սեղանին ու ասի ես սենց եմ որոշել։ Ամենակիչ այդ կնոջը պիտի խփի սեղանին հարց ասի ես սենց եմ որոշել։ Իսկ դու ինչ կարծիք ես։ Հասկանում ես, եթե անտուրաժի համար կարամ մի հատ օրինակ է, բայց իրականում հա ես այդ տոքսիկ բրուտալությանը, որը որ շատ ռոմանտիզացվում է շատ հաճախ, ինչ տղամարդ Մի հատ արտահայտություն կա, բոլորը սառեցին։ Ես բազմիցս լսել եմ այս արտահայտությունը, այդ տղել եմ տողադարձում, ծիկ հայ տղայը։ Արդեն աղջիկներն են փոխվել, ու այդ աղջիկների հետ էլ հնարավոր չի այդ ձևով կառուցել դինամիկաները։
ու դրա համար միգուցե եւ այդ տոքսիկ բրուտալության վերացումը ինչ որ ձևով նպաստում է այն ընկալման, որ տղամարդիկ էլ նույնը չեն։ Բայց կա իհարկե մյուս կողմն էլ, որ շատ տղամարդկանց դառնում է նման աղջիկների կողքը հարմար։ Այո։ Շատ հարմար է, երբ որ տեսնում են, որ կողքի աղջիկը պատրաստ է 90%-ը վերցնի իր վրա, այն sense, չգիտեմ, տան հարցերն էլ ես կլուծեմ, ֆինանսականն էլ կլուծեմ, դու մենակ եղի։ Только путь. Դու մենակ իմ կողքը եղի։ Հա հարմար է, ինչի՞ չէ, որ տենց քիչ-քիչ պատասխանատվությունները թողնել ուրիշի ուսերին։ Դա մեզանից էլ է շատ կախված իրականում ու հայկանի ասած կախված է նրանից ոնց ենք մենք այդ հարաբերությունների ներսում կառուցում տղամարդու հետ։ Այո, ու առհասարակ այդ հարաբերությունները սկսելուց շատ կարևոր է դուք այդ տղամարդուն իր դեր ու տեղ եք տալիս, ինչ այդ տղամարդը ձեզնից տեսնում, ձեր վարվեցողությունից, վերաբերմունքից, որտեղ է իր սահմանը, այստեղ ոչ ցանկացածի ազատությունը վերջանում է, երբ սկսվում է մյուսինը, այս համընդհանուր փաստը ու մեկի անձնական սահմանները վերջանում են ровно այնտեղ, որտեղ սկսվում են մյուսինը, ու շատ էական այդ հարաբերությունների սկզբում կիններ, տղամարդներ ոնց են կառուցում իրենց անձնական սահմանները, ու այդ տղամարդ, որը հարգում է կնոջ անձնական սահմանները ու հարգում է այն ցանկությունները, որ կինն ունի իր անձնական սահմանների վերաբերյալ, շատ հաճախ բնորոշվում է որպես խզիկ։ Այս անասելի արատավոր արտահայտությունն է ու տենց լացող երեխեք, տղա երեխեքին են մամաները ասում, հո դու ղզիկ չես, էմոցիոնալ տղամարդկանց են ասում, ղզիկ ու սենց շատ տգեղ մի հատ էպոպեյա է սկսվում այդտեղ ու այդ շատ փչացնում է նաև տղամարդկանց, ովքեր արգելում են իրենց ինչ որ հուզականություն ունենալ, արգելում են իրենց ինչ որ էմոցիա արտահայտել, գեր ուրախություն կամ գեր տխրություն, հա, այս սարսափելի բան է ու կամ ղզիկ են ասում կամ լոխ, հա, չգիտեմ, որ քո ամուսինը գալիս է քո հետ հավասար է 9-2-ով դուրս եք եկել 7-ին վերադարձել եք, ես ընթրիք եմ պատրաստում, ամուսինս, ես չունեմ ամուսինս փոշեկուլ է անում, լոխ է։ Ամուսինս ամաններն է լվանում, երբ ես հիվանդ պարկած եմ, լոխ է։ Ու вообще մի տեսակ հարցեր կան, չգիտեմ, boyfriend-իդ կամ ամուսնուդ, որտեղ ինքը մի տեսակ Եթե հծիկ հայ տղեն չի, էլի, որ մենք էլ ենք ընկալում, որ այդ տղամարդու կերպարի հետ այդ ամենը չի ասոցացվում։ Վերադառնում ենք, այդ քո ասացին են, որ մենք ուզում ենք հավասարություն, հա, միանշանակ ես ուզում եմ հավասարություն, ես ուզում եմ աշխատեմ տնօրեն ու վարձատրվեմ այնքան, ինչքան նախկինում են տղամարդ տնօրենն էր վարձատրվում, ու իմ աշխատավարձը չկրճատեն դրա համար, որ ես կին եմ։ Ու ես պատրաստ եմ, պիտի, այս հստակ պիտի է, որ ես պիտի պատրաստ լինեմ մյուս հավասարությանը, միանշանակ։ Ու այդ ձիգ հայ տղամարդիկ սիրող կանայք նույնպես ուզում են ստանալ այդ աշխատավարձը, բայց այդ պատրիարխատի դրսևորումը ու այն իրար հետ աղերս չունեն, սիրելիներս։ Մեզ մի նամակ էլ էին գրել, հոգու ճիչեր այդ նամակը, ես այդ աղջկա նամակը կարդացի, տենց նույնիսկ իրար հետ հումոր արեցինք, որովհետև լրիվ հոգու ճիչեր, այն որ ես տենց կայացած աղջիկ եմ, իմ մոտ ամեն ինչ լավ է, բայց ինձ անընդհատ ինտերնետում ոնց որ շատ են այդ մոտեցումները, որ կանացի եղի, անընդհատ ինչ որ բաներ կան, տարբեր դասընթացներ կան, որոնք ինձ հուշում են կանացի եղի, տղամարդու հետ թույլ եղի, տղամարդու հետ քեզ ճիշտ ցուցաբերի, հիմա ճիշտը որն է վերջը, սենց լրիվ շատերի հոգու ու շատերի հոգու ճիչն է։ Ես գիտեք, այստեղ ուզում եմ էլի այստեղ բան նշենք կարմիր, սա իմ անձնական կարծիքն է ֆեմինիզմի մասին։ Երբ մենք ինչ որ բան վերցնում ենք դրսից, օտար մշակույթից, պետք է հասկանալ այդ օտար մշակույթին համապատասխանող ֆեմինիզմը ինչքանով է օրինակ կարողանալու ինտեգրվել մեր մշակույթ, մուսուլմանական մշակույթ, հնդկական մշակույթ եւ այլն, որովհետեւ մշակույթները տարբեր են։ Այն ֆեմինիզմը, որը որ գոյություն ունի սկանդինավյան երկրներում, որտեղ պոպուլյացիայում այն տարբերությունն է, որ մի կնոջը բաժին է հասնում ու վատ է հնչում, բայց ամեն դեպքում տենց է 4 տղամարդ։ Հիմա եկեք գանք Հայաստանի ստատիստիկային։ Տղամարդիկ քիչ են,
ու դա ունի հստակ պատճառներ, սա բոլորս հասկանում ենք, բոլոր տարիքային խմբերի տղամարդկանց է դա վերաբերվում, ու առհասարակ հարաբերություններ կառուցելը իրոք այստեղ լրիվ ուրիշ դինամիկաներ ու բարդություններ ունի, քան օրինակ այդ սկանդինավյան երկրներ, որտեղ հոյակապ է կանգնել տղամարդու առաջ ու ասել, «Ստեղ որոշողը ես եմ»։ Հա, ու вообще ես կարող ենք մաքսիմում քննարկենք իրար հետ։ Ուզում եմ ասել, երբ այդ դրսից գալիս է ինչ որ այդ մոտեցումները ոնց պիտի լինի, պետք է հասկանալ այդ պիտի լինին մեր դաստիարակության, մեզ փոխանցած սովորությունների հետ։ Մենք անցած հաղորդմանը քննարկում ենք մեր լիբիդոյի հետ, օրինակ ինչքանով է մեր համար իրոք գրավիչ այն տղամարդը, ով տանն է, զբաղվում է երեխաներով, իսկ մենք աշխատում ենք։ Ինչ որ մեկի համար կարող է իդեալական գրավիչ է։ Մեծամասնության համար գրավիչ չի լինելու, որովհետև ամեն դեպքում մենք մեծացել ենք ուրիշ ընկալման մշակութային ընկալման մեջ։ Մեր երեխաների համար ես բացարձակ չեմ բացառում, որ կարող է լրիվ ուրիշ լինի ընկալումը։ Բայց քանի մեր համար տենց չի, պետք է ասում անկեղծ լինել մեր պահանջների ու ակնկալիքների հետ։ Ու նաև պետք չի ընկնել, գիտես, այդ արհեստական բանի հետևից, որ այդ աղջիկը որովհետև գրել էր, հիմա ես ինչ պիտի արհեստական ձև տամ, որ ես թույլ եմ, որ տղամարդուն լինի հաճելի, որ տղամարդը չնեղվի։ Դա էլ շատ ակտուալ Դա էլ շատ ակտուալ թեմա։ Ես իմ օրինակն եմ ուզում բերել, այդ որ ասում ենք տղամարդը ավելի ռացիոնալ մտածելակերպ ունի, կինը ավելի էմոցիոնալ է։ Ես շատ քիչ տղամարդկանց եմ ճանաչում, ովքեր ունեն ավելի ռացիոնալ մտածելակերպ, քան ես։ Ես էլ Ես ընդունում եմ, որ իմ մտածելակերպը էմոցիոնալ ֆոնի հետ միասին, որովհետև ես չկա էմոցիոնալ ֆոն։ Շատ քիչ է։ Տատանվում ինսուլինի ասեղի դիապազոն ունի։ Տատանվում ինքը շատ քիչ է տատանվում ամեն դեպքում, բայց ինձ ելնելով այդ իմ մտածողության ու բնավորության առանձնահատկություններից պետք է իմ կողքին լինի ավելի ռացիոնալ տղամարդ, որովհետև եթե իմ կողքին լինի էմոցիոնալ տղամարդ, հա, այդ քո ասած իմ այդ ինսուլինի չափ, իսկ իմ կողքին էմոցիոնալ տղամարդ է, ես ռացիոնալ մտածում եմ, ստացվեց ամեն ինչ ես որոշում եմ ինքը էմոցիաների մեջ է պարզապես տվայտում։ Հասկանում ես, ու ես կառուցել եմ հարաբերություններ տղամարդու հետ, ով որ ինձնից էլ ավելի ռացիոնալ է։ Այդ ռացիոնալության աճճան, օրինակ այդ տղամարդու համար, ենթադրում Հայկանի համար արդեն ինչ որ sense սահմանից լրիվ վեր է նորմայի։ Ինչ լինի, մեկը Հայկանից ռացիոնալ է, որտեղ ես քեր էմոցիոնալ եմ։ Հայկանի համար օրինակ դժվար չի ռացիոնալության հետ, որովհետև Հայկանը ավելի մոտ է դեպի էմոցիոնալը։ Ուզում ասեմ, այդ արհեստական ոչ թե պետքա գտնել տղամարդ ու իմ ներկայությամբ օրինակ ես ձև գտամ, որ ես այդքան ռացիոնալ չեմ, ու sense ինչ որ էմոցիաների մեջ կընկնեմ, այլ ուղղակի պետքա գտնել տղամարդ, որ ապահովում է ինձ այդ զգացողությունը, որ ամեն դեպքում ինքը ինձանից ավելի ապահով է ու ռացիոնալ, ինքը ինձանից ավելի ամուր ու պինդ է ընկալում, քան ես։ Այստեղ ֆեյքելու կարիք ընդհանրապես այդ ոչ մի լավ տեղ չի տանում, մյուս այդ բանին եմ, կարծիքին եմ, որ եթե կին իր էությունից շեղում է, այլ հարց է, եթե ինչ որ մի բան ձեր մեջ դուրս չի գալիս ինքներդ ձեզ, փորձեք աշխատել, ռեֆլեքսիայի ենթարկել, հասկանալ ինչի է, հա, դա հաղորդման սկզբում ոնց պատմեցի, որ այդ իմ սևը հասկացա, որ շատ էր, ու այդ ես եմ հասկացել, նշի, որ Նելին եկել ասել ինչի ես դու այսքան սև, բացարձակ։ Այդ ես եմ հասկացել, որ մի բան սկսում է ինձ արդեն նեղել այդ ամենը։ Եթե այդ բարականակավ լիցի դուք աշխատեք, փոխեք, բայց եթե դուք շատ ներդաշնակ եք ձեր այդ ամեն ինչի մեջ, ու երբևէ ձեր մոտ հարց չի առաջացել, չեմ ես այսքան ռացիոնալ կամ ինձ նեղում է իմ նեղին ընդհանրապես չի նեղում, որովհետև իմ կողքի տղամարդուն էլ չի նեղում, որովհետև ինքը ինձանից ավելի ռացիոնալ է։ Այլ հարաբերություններում եղել է, որ նեղել է։ Ֆեյքել պետք չի, ընդհանրապես այդ լավ տեղ չի տանելու։ Ու գիտես, գալով նրան, որ ոնց այդ ներդաշնակությունը մենք ինքներս մեզ հետ հասկանանք, այդ նույն նամակից ելնելով, որ հիմա ինչ ես թույլ ձևացնեմ, ինձ ձև տամ, որ ես ավելի պակաս ուժեղ եմ, քան իրականում կամ մի քիչ պետք է նաև հասկանալ այդ մեր այդ ուժեղ կին հասկացողությունը, ինչի ենք մենք մեր մեջ այդքան կուլտիվացնում ու համարում կարևոր։ Ես համարում որ այո, այդ մոտեցումը, որ կինը առանց տղամարդու ոչինչ չի կարող, կյանքում 1000 բան կարող է լինի, ու կինը պիտի կարողանա, այո, դիմակայել, խնդիրները լուծել առանց տղամարդու։ Բայց ինչի է դա համարվում այդքան արժեքային ու կարևոր,
Ինչի ենք մենք դա այդքան մեր մեջ գնահատում այդ ինքնուրույնությունը, անկախությունը, որ մի հատ էլ տղամարդու աչքն ենք մտցնում, պես ես ինչ անկախ եմ առանց քեզ։ Այդ մի քիչ հասկանալի է, որովհետև ինձ թվում է այդ մեր բավականին պատրիարխալ հասարակարգի փոփոխման արդյունքում է, որ տենց շատ հաճախ աչքն են մարդու մտցնում, որ հանկարծ չսխալվես, հանկարծ չմտածես, որ չգիտեմ, դու կարաս ինձ կարաս ճնշես։ Այդ ինչ որ բան է, շատ ծայրահեղական վերաբերմունք է։ Այո, այդ միտքը բռնել է պետք, ինչի համար ենք մենք անընդհատ հարաբերություններում մաքսիմալ ձգտում ենք սահմանները գծենք, այդ բանը red flag-երը բռնենք միանգամից, առաջի հանդիպումից հասկանանք ինչ են, այն չի ես տղամարդու հետ, այ հենց այդ դրա համար, որ այդ միանգամից դու բան անես, այդ հանկարծ ինձ չնեղացնեն, հանկարծ ինձ չճնշեն, որովհետև իմ հետ դա չի կարող տեղի ունենալ։ Կամ մի անգամ տեղի ունեցել չի կարող էլ տեղի ունենալ, կամ իմ ընտանիքում եմ տեսել, որ տեղի է ունենում, իսկ իմ հետ չի կարող տեղի ունենալ, ու այդ աշխատելու դեպքում իրականում այդ վերաբերմունքը շատ հեշտ կարելի է փոխել ու վայելել այդ հարաբերությունների մեջ մտնելը, նոր ծանոթությունները, ոչ թե դնել ինչ-որ check point-ներ, հա, տենց KPP-ներ անցկացնել այդ մարդուն, այլ գնալ ու նստել վայելել, հիմա ինչ կստացվի, այն էլ կստացվի։ Ոստեղ չի նշանակում ուղեղներս անջատենք, գնանք նստենք, նայենք։ Պարզա պետքա վերլուծենք, պետքա հասկանանք, հարցեր տանք, բայց այդ ամեն ինչը ոչ թե նպատակային հենց այդ դրա մասին պետքա լինի, այլ վայելելու մասին պետքա լինի։ Ու այս շատ ճիշտ բան ես ասում, ինձ թվում է այսքանով կարելի է ընդհանրացնել, որ այս ամեն ինչը գիտեք, ես ոչ իմ ասածը, ոչ Հայկանի, ոչ որևէ մեկի այդ պիտիները, ոնց պիտի լինի, ոնց պիտի լինեմ ես, ոնց պիտի լինի ինքը, իսկ արդյոք ճիշտ է հիմա մեր մոտ ամեն ինչը աշխատում, իսկ արդյոք համապատասխանում է պատրիարխատին թե ֆեմինիզմին, այդ ամեն ինչը ուղղակի պիտի պտտվի նրա շուրջ, ձեզ լավ է այդ հարաբերություններում, թե չէ, դուք ներդաշնակ եք այդ հարաբերություններում, թե չէ, վերջ, լավ է ձեզ այդ տղամարդու հետ, թե չէ, դուր է գալիս ինքը ձեզ առանց այդ վերարկում պահելու, թե չէ, այն մնացած ինչ որ ավելորդ աղմուկ է ստեղծում։ Ու եթե դուք այս էպիզոդը նայում եք ու ընդհանրապես համաձայն չեք որևէ եզրույթի հետ, որտեղ դուք լրիվ հակառակ մոդելում աննկարագրելի երջանիկ եք, մենք իրոք սրտանց ուրախ ենք ձեզ համար ու կարող եք բացարձակ իգնոր անել այն ինչ մենք խոսել ենք ու որևէ վարքյան չմտածել, որ կարող է մի բան սխալ է մոտ։ Չէ, ձեր մոտ ամեն ինչ ճիշտ է, եթե դուք երջանիկ եք։ Ձեր մոդելը ճիշտ, եթե երջանիկ եք։ Եթե երջանիկ եք։ Ամփոփենք, խաղարկության կանոնները ներկայացնենք, պայմանները, հա։ Կոմենտներում նշեք, ինչպես եք դուք հասկանում կանացիությունը ու առնականությունը կամ ջենտլմենությունը էական չի, որն է ձեր համար կնոջ մեջ ամենագլխավոր այդ հատկանիշները, որոնք որ դրսևորվում են որպես կանացի հատկանիշներ եւ տղամարդու մեջ որպես տղամարդուն բնորոշ հատկանիշներ։ Արդյունքները կամփոփենք հաջորդ շաբաթ։ Այո։ Ու ուզում ենք անպայման նշել, որ եթե դուք հասել եք այս կետին, պետքա բաժանորդագրվեք։ Այդ է պայմանը, որտեվ եթե չեք բաժանորդագրվելու, ջնջեք այդ ձեր լսածը։ Հայկան ամեն հաղորդման վերջում abuse անում։ Մունատ եմ։ Իհարկե սա կատակ ու ամեն հաղորդման վերջում ասում եմ, որ դա կատակ է, որտեվ իրոք կատակ է, բայց մենք շատ ուրախանում ենք յուրաքանչյուր բաժանորդագրության վրա ու այդ շատ օգնում է թե YouTube-ի ալգորիթմներին, թե մեզ, որովհետև ամեն դեպքում մեր համար դա է ցուցանիշ, որքանով է հետաքրքիր լսարանին ու որքանով եք ուզում, որ մենք շարունակենք։ Այնպես որ ակտիվ եղեք թե բաժանորդագրություններում, թե լայքերում եւ թե մասնավորապես մեկնաբանություններում, որովհետև ամեն դեպքում խաղարկել ենք իմ սիրունի 39000 դրամ առողջությամբ նվերքարտ, որը ինքնախնամքի ինքներդ ձեզ սիրելու ու կին զգալու լավագույն միջոցներից մեկն է։ Այնպես որ անպայման ակտիվ եղեք, իսկ ես հիշեցնում եմ, որ մեր գործընկերը մեր հովանավորը իմ սիրունն է, ինչպես ասեցի, դեմքի խնամքի ոչ ինվազիվ մեզոթերապիայի տարբեր փաթեթներով, որը օգնում է մեզ կանանց ավելի սիրուն լինել, իսկ սիրուն են բոլոր երջանիկ կանայք, իսկ իմ սիրունի պրոցեդուրան ինքս ինձ մի հատ երջանկության աղբյուր է, փակ շղթա է ստացվում, սիրուն կանայք գնում երջանկանում, ավելի սիրունանում են, այդքան բան, շատ խոսեցի։ Կհանդիպենք հաջորդ շաբաթ։ Bye.